Շնորհակալություն հարգելի գործընկերներ, որ եկել եք լուսաբանելու մեր միջոցառումը։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Օրբելի վերլուծական կենտրոնը առաջին անգամ չէ, որ անում է նման համաժողովներ։ Այդ համաժողովները արվում են հենց կենտրոնի հիմնադրման առաջին օրվանից 2019 թվականից։ Մենք վերջին տարիներին ակտիվացրել ենք ավելի մեր շփումները միջազգային գործընկերների, վերլուծական կենտրոնների եւ տարբեր ինստիտուտների հետ։ Մենք բարբերաբար կազմակերպում ենք նման միջոցառումներ, օրինակ այս տարի ամռանը հունիսին կազմակերպվել էր հայ-վրացական ֆորում, անցած տարի կազմակերպվել էր տարեվերջին կազմակերպվել էր Իրանի փորձագետների հետ մեծ քննարկում, որը տեղի ունեցավ Կապանում, դրանից առաջ Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Հնդկաստանի փորձագիտական քննարկում 2023-ին ռուս-հայկական մեդիա ֆորումը եւ այս կարգի միջոցառումներ մենք մշտապես համագործակցում ենք մեր փորձագետները մեր գործընկերների հետ եւ բացի այսպես միջոցառումներից նաև ունենք առցանց քննարկումներ եւ այլ միջոցառումներ։ Այս ֆորումը թերևս առանձնանում է նրանով, որ ընդգրկում է ավելի մեծ աշխարհագրություն։ Մեր միջոցառմանը հրավիրվել են 16 երկրներից մոտ 50 փորձագետներ, քննարկման հիմնական թեման առանցքը դա ենթակառուցվածքային մեծ նախագծերն են Հարավային Կովկասի, ինչպես նաև Հայաստանի առանձին վերցրած համարկումը, ինտեգրումը այս նախագծերի եւ դրա հնարավորություններն ու հեռանկարները։ Առաջին անգամ մեր ֆորումին մասնակցում են փորձագետներ Ղազախստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, Ադրբեջանից եւ Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք վերլուծական կենտրոններից, այնպես որ այս իմաստով ավելի ծավալուն, ավելի ընդգրկուն միջոցառում եմ, կարծում եմ, որ մենք կարողանանք քննարկել այսօր եւ վաղը փորձագետների հետ մեզ հետաքրքրող բոլոր հարցերը եւ այն խնդիրները, որոնք ուղղակի օգտակար լինեն եւ կարեւոր լինեն մեր երկրի համար։ Հիմնական առանցքը քննարկումների դրանք ենթակառուցվածքներն են, որովհետեւ մենք ես շատ ընդհանուր եմ ասում, ենթակառուցվածք ասելով մենք հասկանում ենք հաղորդակցության ուղիները, ինչպես լսեցիք երևի, դա Միջին Միջանցքի, դա Հյուսիս-Հարավ Միջանցքի, Թրիփի, Խաղաղության խաչմերուկի եւ այս բոլոր հաղորդակցության ուղիների ինտեգրումն է, համարկումը, թե ինչ հնարավորություններ ունի նաև Հայաստանը, ինչ խնդիրներ կան այդ երկրներում, որտեղով որ անցնում են այդ հաղորդակցության ուղիները եւ ընդհանրապես փորձագիտական կարծիքներ, թե ինչ կարելի է անել այս ինտեգրացիան տնտեսական եւ ենթակառուցվածքային ինտեգրացիան ավելի զարգացնելու համար։ Հիմնական առանցքը սա է, բայց ունենք նաեւ մի քանի այլ թեմաներ։ Վաղը մեր վերջին պանելային քննարկումը վերաբերելու է թվային տեխնոլոգիաներին, մեդիա զարգացումներին։ Այդտեղ մենք նաեւ մի հատված կփորձենք քննարկել նաեւ թե մեդիա դաշտը ընդհանրապես մեդիա տեխնոլոգիաները ինչպես կարող են նպաստել հարաբերությունների նաև այս ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացմանը, բայց առանցքում այս հիմնական տնտեսական խնդիրներն են։ Այն երկրները, որոնց հրավերով արկվել է, բայց փորձագիտական փուլ չի ներկայացել։ Դժվարանում եմ, կարծես թե չէ։ Իսկ հեշտ ստացվեց Թուրքիայից եւ Ադրբեջան փորձագետներ ներգրավումը։ Ընդհանրապես փորձագետներին ներգրավելը դա նախ կենտրոնի մենք քննարկում ենք, ուսումնասիրում ենք թե ում կարելի է հրավիրել, ում ենք ցանկանում հրավիրել։ Իհարկե լինում է նաեւ որ ինչ որ մեկին հարմար չի լինում, ինչ որ մեկը չի կարողանում, դրա փոխարեն ընտրում ենք այլ փորձագետի, բայց ժամանակային առումով այդպես ասած շատ հեշտ չեղավ, բայց ի վերջո ստացվեց։ Պարոն Յալանդյան, որքանով եք շփումներում ադրբեջանցի փորձագետներով հասկացվում, թե իրենք ինչքանով են կապված ճանապարհի շրջապատմամբ, ինչպես նաև այդ Միջին Միջանցքով, որը պետք է անցնի նաև Հայաստանի առանցքով։ Այդ շփումները ինչ-որ մեսիջներ ձեզ տվեցին, որ բան հասկացաք։ Ես կարծում եմ դուք ադրբեջանցի փորձագետների հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Իհարկե մենք շփվել ենք, բայց քանի որ շփվել ենք ֆորմատից, համաժողովի ֆորմատից դուրս, թերևս ճիշտ չի լինի, որ ես դրան անդրադառնամ, բայց դուք կարող եք ձեր հարցերը ներկայացնել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։